Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք այբնարանի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր եւս սովորելու ենք նոր հնչյուն եւ նրա տառերը։ Տեսնենք ինչ է պատկերված նկարում։ Սա ուղտ է։ Բառասկզբում ինչ ենք լսում երեխաներ։ Լսում ենք ու, հնչեցնենք ուն։ Ու երկար առանց արգելքի հնչում է, նշանակում է ուն ձայնավոր է։ Ու մեծատառ տբակիր, ու փոքրատառ տբակիր, ու մեծատառ ձեռագիր, ու փոքրատառ ձեռագիր։ Տեսնենք, քանի մասնիկից է բաղկացած մեծատառ ուն։ 1, 2, 3, 4, փոքրատառը 1, 2, 3, 4։ Որ տարի մասնիկներն ունենք երեխաներ, նայում ենք։ Ծանոթ մասնիկի աշտեն սովորել ենք։ Մեծատառ այի մասնիկն է գծիկ եւ ալիք։ Այս ալիքները մենք մաթեմատիկայից ենք սովորել։ Փոքրատառը նույնպես կիսադր ենք գրում մինչև հասնի տողը եւ նորից փոքրիկ գծիկ եւ ալիք։ Այժմ փորձում ենք արտասանել ույով սկսվող բառեր։ Ուղտ։ Ուղտը երեխաներ շատ դիմացկուն կենդանի է։ Նա կարողանում է դիմանալ շոկին։ Դրա համար անապատներում հիմնական փոխադրամիջոցը ուղտն է։ Ուղտը ունի սապատներ, տեսեք մեջքի վրա կուզի նման բարձրացած մաս է։ Այդ սապատներում նա կուտակում է ջրի պաշարը, երբ ուղտը ջուր է տեսնում, շատ երկար խմում է։ Խմում է, մինչև իր սապատներում կուտակվում է ջրի պաշարը։ Եվ գիտեք, ուղտը կարող է 40 օր առանց ջրի ապրել եւ չհոգնել։ Բաժություն առաջինն ենք կատարում։ Ով ավելի շատ բառեր կկազմի։ Սկզբում ասում ենք բառասկզբում ու լսվող բառեր։ Տեսնենք, ով ավելի շատ բառեր կասի։ Ուս, ուսապարկ, ուղիղ, ուղանկյուն, ուղտ, ուղտապան, ուրբաթ։ Հիմա ասում ենք բառավերջում ու պարունակող բառեր։ Կատու, մեղու, լուսատու, երկու, առու, վերարկու։ Եվ վերջում ասում ենք բառամիջում ու պարունակող բառեր։ Անուն, սունկ, մրջյուն, տուն, կտուր, լուսին։ Մեր սիրելի առաջադրանքին անցնենք, շրջագծում ենք մեծատառ եւ փոքրատառ ուղերը։ Ծնողները, ուսուցիչները եւ մեծ քույրն ու եղբայրը օգնում են փոքրիկներին, որպեսզի ոտանավորը եւ հասկանալի լինի եւ նշումներ կատարվի։ Միջատների վեճը։ Նայում ենք նկարում, ինչ միջատներ ենք տեսնում երեխաներ։ Ձախ կողմում ճանճ է, աջ կողմում մեղու է։ Երկուսն էլ թրջող միջատ են։ Երկուսն էլ ունեն թևեր, երկուսն էլ ունեն բեղիկներ։ Հիմա տեսնենք ինչի մասին են վիճում, վիճաբանել, լեզվակռիվանել։ Միջատները։ Այ դու մեղու, ուրեմն խոսում է ճանճը, չէ՞։ Ուրախ մեղու։ Թևեր ունես, ես էլ ունեմ, ոտքեր ունես, ես էլ ունեմ, էլ քեզ ինչու, տեսեք այս նշանը, որ տեսնում ենք, ուրեմն պիտի հարցնելով կաշտանք, էլ քեզ ինչու պիտի հարգեն, ինձ հետ այդքան դաժան վարվեն, այ թևավոր, քուն, թե արթուն, ես բարիք եմ տալիս մարդուն։ Կարելի է մի փոքր երկխոսել ճանճի մասին, թե ինչ օգուտ կամ վնաս է տալիս։ Բոլոր երեխաները գիտեն, որ ճանճը միայն վնաս է տալիս եւ փճացնում է սննդամթերքը, փճացնում է տրամադրությունը, կեղտոտ տեղերից կարող է մաքուր տեղերը թրջել եւ ամեն ինչ կեղտոտել։ Իսկ մեղուն բարի գործ է կատարում։ Մեղուն ծաղիկներից նեկտար է հավաքում եւ սննդարար, առողջարար մեղր է պատրաստում։ Գրում ենք փոքրատառ ձեռագիր ուն եւ մեծատառ ձեռագիր ուն։ Տեսեք երեխաներ, ուլունքներից ինչ սիրուն տպակիր ու են պատրաստել։ Մեծատառ ու, փոքրատառ ու։ Դուք էլ կարող եք նույն օրինակով պատրաստել ու տպակիր մեծատառ ու տպակիր փոքրատառ։ Այժմ կազմենք բաց եւ փակ վանկեր կամ հնչյունակապակցություններ ուի հետ միասին։ Ու, կու, նու, լու, հասկանանք այստեղ առաջինը
համարվում է փակ վանք, եթե որպես առանձին վանք վերցնենք, իսկ եթե տառակաբացություն է պարզապես ուլ։ Ուլը նաև բառ է երեխաներ, կու, նու, լու։ Հիմա կաշտանք այն բառերը, որոնց մեջ կա այս տառակաբացությունը։ Ուլունք բառասկզբում է, կու, վերարկու, կու, նու, մանուշակ, լու, լուծկի։ Այժմ ասենք երկրորդ շարքի, մու, տու, ռու և վերջինը ուն փակ վանք։ Կաշտանք, մուշտակ, մուշտակ, բայց վերևում նկարված է մուրճը երեխաներ, կարելի է մուրճն էլ ասել, մուրճ, բառասկզբում լսվում է մու հնչյունակաբացությունը, տու, փետուր, բառամիջում է լսվում, ռու, ձմեռուկ, շատերից սիրած ուտելիքն է, ուն, մրջյուն, բառավերջում է լսվում, իսկ հիմա ստանում ենք բառեր և կաշտում, ուս, սուր, կարելի է տեղափոխել կտուր, տուն, վերջում եթե կա ավելացնենք կդառնա տունք, լուսամուտ բառը նույնպես կարելի է այս տառերից կազմել։ Այժմ կաշտանք ոտանավորը, նկարիր այս տունը, իմ տունը, տուն, տուն, տուն ունեմ, սարի ուսին տուն ունեմ, տան կտուրը կարմիր է, օժանդակվայ է հետ ենք կաշտում, լուսամուտն էլ ընտիր է, հիշում ենք, նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ, ոտանավորի յուրաքանչյուր տողը նույնպես սկսվում է մեծատառով և կարող եք այս սիրուն տունը սարի ուսին, կարմիր կտուրով, ընտիր լուսամուտներով նկարել երեխաներ, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։